Պարոն նախագահ, սա քաղաքական քամբեք է, դուք վերադարձաք քաղաքականություն, եթե քաղաքացիներից այս բավականաչափ քվետան, ինչու պիտի հավատան, որ վաղվա Հայաստանն ավելի անվտանգ է, քան այսօրվա։ Իսկ ինչու չպիտի հավատան։ Դե ծանր դառը փորձ ունեն այսօրվա։ Դառը փորձ, իմ ժամանակվա փորձը դառը չի, քաղցր փորձ է, 10 տարի անվտանգ երկիր է եղել եւ քաղաքացին անվտանգության մասին չի մտածել։ Մտածել է երկրի առաջնորդը, կառավարությունը, այլ ոչ թե քաղաքացին։ Տարբերությունը կարծում եմ էական է։ Իսկ հիմա ամբողջ երկրով քննարկում են անվտանգային հարցեր։ Խիպտի, պարզ քաղաքացին խոսա անվտանգության մասին, մտածի անվտանգության մասին։ Ինչի համար ենք ընտրել կառավարություն, ընտրել խորհրդարան, ընտրել է որ նրանք մտածեն այդ հարցերի մասին։ Պարոն Քոչարյան, եթե դուք չստանաք ընդդիմության մեջ ամենաշատ ձայները, դուք պատրաստ եք ձեր ձայները տալ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժին ընդդիմությունից։ Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու։ Սա ակնհայտ է, սա ինձ համար նաև սահմանադրությունից բխող հանգամանք է, սահմանադրության ոգուց, այսպես տրամաբանությունից բխող է, այո, իհարկե։ Կներեք, պարոն Քոչարյան, բայց ներողություն բազմաթիվ սպառնալիքներ են հնչել իշխող ուժի կողմից, մասնավորապես Փաշինյանից, կզուցնելու եմ, սատկացնելու եմ, եռագլխի գլուխները կտրելու եմ եւ այլն։ Եթե ընդդիմությանը չհաջողվի ընտրվել, այս սպառնալիքները կարող են տեղ հասնել ձեր կարծիքով։ Նայեք, եթե մեր ժողովուրդը հաշտ է այդ կեղտոտ լեզվի հետ եւ կեղտոտ բերանի հետ, ուրեմն թող գնան ընտրեն։ Եթե հաշտ է այդ ամեն ինչի հետ։ Ուրեմն մի մարդ է, որը իր իստերիկ դրսևորումներով ցույց է տալիս, որ ավելի շատ sense պացիենտի կարգավիճակ ինքը պետք է ունենալ, այլ ոչ թե երկրի առաջնորդի։ Եվ այդ մթնոլորտը թունավորել երկրում նման բառապաշարով ուղղակի անդրադրել է։ Սպառնալիքների մեծ մասը ձեզ էր ուղղված, պարոն Քոչարյան, ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կյանքի մյուս հատվածը անցկացնի բանտում։ Մարտի 1-ի գործի հետ կապված։ Գիտեք, մարտի 1-ի մասին շատ է խոսում մեկ պատճառով։ Ինքը իրեն թվում է, թե մարտի 1-ով ինքը սրբագրում է այս 5000 իրեն կողմից բերած զոհերը եւ հսկայական կորուստները։ Սա է այդ մարդու ֆոբիաների դրսևորումը։ Ինչ վերաբերում է նստելու չնստելու, ես ապօրինաբար նստել եմ, արդարացվել եմ եւ հիմա ժամանակն է օրինական ձևով Նիկոլ Փաշինյանի համար շատ երկար նստելու։